Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մարտի 20-ն է և սա արդեն մեր երեկոյան հաղորդումն է, և այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Հայաստանին առնչվող կարևոր հարցերի, ինչպես նաև միջազգային մի քանի կարևոր հարցերի, որոնց թվում Ուկրաինային, Թուրքիային, Իրանին, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքին կանդրադառնանք, ինչպես նաև Եվրամիությանը, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ամեն տեղ և ահա այդ գործընթացներից մենք անպայման այսօր կխոսենք, հետաքրքիր իրադարձությունները իրոք շատ են և բավականին հետաքրքիր արագություն են ստանում ամեն օր։ Սկսենք երևի թե Հայաստանից, այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ կարևոր հայտարարություններ է արել և ասել է, որ երբ որ վայրը և ժամանակը արդեն հայտնի դառնա խաղաղության պայմանագրի ստորագրման, մենք միանգամից կհրապարակենք այն ամբողջությամբ, բայց ասեմ, որ հիմնականում մենք գիտենք, թե ինչ կետեր կան այդ խաղաղության պայմանագրի մեջ։ Նա նաև խոսել է այն մասին, որ եթե հարձակում տեղի ունենա կամ պատերազմ, բնականաբար Հայաստանը պաշտպանվելու է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Այս բնականաբար ամեն ինչ չէ, որ գրի եմ առնում, մեկ-մեկ ուղղակի կարդալուց հետո հիշում եմ, թե ինչ մտքեր են արտահայտել այս կամ այն պաշտոնյաները, բայց հիմնականում գաղափարը դա է եղել և այդպիսի հայտարարություն մենք մոտավորապես տեսանք նաև մի փոքր ավելի մեղմ երևի ձևակերպմամբ Հայաստանի արտգործնախարարի մամլոք հարտուղարի մոտ ևս, և շատ լավ է, որ Հայաստանից արդեն հնչում են ահա նաև այդպիսի հայտարարություններ, դա չափից դուրս կարևոր է Հայաստանում հայրենասիրական ոգու բարձրացման և ընդհանրապես մարտունակ ոգու բարձրացման համար, քանի որ միշտ ընկճված խոսել է, որ ահա հակառակորդը կհարձակվի և մենք կունենանք բազմաթիվ խնդիրներ այսպես այնպես, բնականաբար շատ բացասական է ազդում հասարակության վրա և բանակի հոգեբանության վրա, և ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանում իրոք սկսեն խոսել նաև ահա այդ ձև, այսինքն մեզ պետք չեն ռազմատենչ հայտարարություններ, մեզ պետք չեն սադրիչ հայտարարություններ, բայց հստակ ուղերձները չափազանց կարևոր են, թե մեր հասարակությանը և մեր զինվորականներին, և թե հակառակորդին, և այդպիսի ճիշտ ձևակերպված հայտարարությունները միշտ հեռացնելու են պատերազմը և ոչ թե մոտեցնելու են, իսկ վախեցած հայտարարությունները միշտ ավելի շատ են մոտեցնելու պատերազմը, և դա է իրականությունը։ Հետաքրքիր տեղեկություն կա նաև այն մասին, որ հայ-թուրքական սահմանը, Մարգարայի սահմանը բացվելու է մարտի 26-ից և մինչև մարտի 31-ը բաց է լինելու, որպեսզի Հայաստանը օգնություն ուղարկի Սիրիայի Արաբական Հանրապետություն, բեռնատար մեքենաների միջոցով օգնություն են ուղարկելու Սիրիա, ես կարծում եմ, որ թե մեր Սիրիայի հայրենակիցների համար դա շատ կարևոր է, քանի որ Սիրիայի նոր իշխանությունները տեսնելու են, որ Հայաստանը ևս հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա, դա չափազանց կարևոր է, ինչպես նաև կարևոր է այն առումով, որ Թուրքիայով է այդ օգնությունը գնում, այսինքն դա է առիթ հանդիսանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի, սա շատ կարևոր, ես կարծում եմ, որ լուր է և դրա համար հատուկ ուշադրություն եմ հատկացնում ահա այս տեղեկությանը։ Նաև կարևոր է նշել, որ այսօր Հայաստանում էր գտնվում Ռասմուսենը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը, շատ կարևոր հայտարարություններ և հանդիպումներ է ունեցել Ռասմուսենը Հայաստանում, ասեմ, որ վերջին, եթե չեմ սխալվում, 2-3 տարիների ընթացքում Ռասմուսենը շատ ակտիվ է զբաղվում Հայաստանով, և բնականաբար դա Հայաստանի շնորհիվ է, քանի որ Ռասմուսենին ես որքան տեղյակ եմ, որպես նաև ինչ-որ միտեղ լոբբիստական կազմակերպություն բարձել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե սխալ եմ գրեք անպայման մեկնաբանության մեջ, բայց ես ինչ-որ նման բան հիշում եմ, քանի որ նա ունի Ռասմուսենի հիմնադրամը և բավականին լավ և հզոր կապեր են մնացել հենց Ռասմուսենի մոտ, անձամբ իր մոտ, ու ինքը այդ կապերը կարող է օգտագործել, որպեսզի Հայաստանի քաղաքականությունը ավելի անկալինի լինի եվրոպական երկրների և ընդհանրապես արևմտյան երկրների մոտ, և հետաքրքիր հայտարարություններ է արել Ռասմուսենը Հայաստանում,
խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր այդ խաղաղության պայմանագրից, հստակ նշելով, որ եթե Ադրբեջանը ստորագրի, դա նաև կբխի Ադրբեջանի շահերից եւ կօգնի, որպիսի հարաբերությունները բարելավվեն արևմուտքի հետ, եվրոպական երկրների հետ, այսինքն արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները կարող են բարելավվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու միջոցով, որոնք որ բավականին բարդացել են։ Եվ նա ասում է, որ Հայաստանը ժողովրդավարական դաշնակիցն է արևմուտքին, եւ արևմուտքը, հավաքական արևմուտքը պետք է շատ հստակ հասկացնի Ադրբեջանին, որ եկել է ժամանակը խաղաղության։ Նա նաև խոսել է այն մասին, որ Եվրոպական միությունն էլ պետք է ճանապարհները վերանորոգի, որպեսզի այդ ճանապարհները ապագայում նաև ապաշրջափակվեն։ Հիմնականում այսքանը կարևոր հայտարարություններից, բնականաբար շատ կարելի է խոսել, թե ինչ հայտարարություններ է արել Անդրես Ֆոր Ռասմուսենը, բայց կարծում եմ սա էր ամենակարևորը։ Հայաստանից այսքանը այս պահի դրությամբ, սիրելի հայրենակիցներ, ճիշտ է կան էլի տարբեր հայտարարություններ падգամավորների, բայց չեմ կարծում, որ կարևոր է, որ այդ բոլոր հայտարարություններին մենք անդրադառնանք, մեծ հաշվով այդ բոլոր հայտարարությունները կրկնվող հայտարարություններ են, եւ մեզ համար հիմա շատ պարզ է եւ շատ հասկանալի է բոլորիս համար Հայաստանի քաղաքականությունը, եւ կարծում եմ, որ նույն հայտարարությունները անընդհատ կրկնելը չեմ էլ կարծում, որ շատ մեծ իմաստ ունի։ Հիմա խոսենք միջազգային կարևոր իրադարձություններից, ինչպես եւ խոստացել էր Դոնալդ Թրամփը, Մարկո Ռուբիոն աշխատանք էր տարել եւ հրապարակել է մոտավոր տեքստը, թե ինչ են խոսել Զելենսկին եւ Դոնալդ Թրամփը, եւ այդ հայտարարության մեջ ասվում է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին կարևոր ջանքերի համար, որոնք որ ուղղված են խաղաղության հաստատմանը։ Դրանից բացի Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին, որ ժամանակին ջևելիններով մատակարարել է Ուկրաինային եւ Ուկրաինան կարողացել է կասեցնել Ռուսաստանի ագրեսիան, մինչեւ Կիևի մատույցներ էին հասել, հիշում եք, ռուսական տանկերը։ Միշտ սիրում է Դոնալդ Թրամփը, որ իրեն շնորհակալություն հայտնեն, եւ Զելենսկին հասկացել է դա եւ անընդհատ ամեն հեռախոսազրույցի ընթացքում, ամեն հանդիպման ընթացքում հատուկ շնորհակալություն է հայտնում Դոնալդ Թրամփին։ Եվ Սպիտակ տունն էլ փաստացի դա շատ մեծ հաճույքով հրապարակում է։ Դրանից բացի հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջնորդները քննարկել են խաղաղության հաստատման հարցը, որոնք որ սկսվում են էներգետիկ համակարգից, ջրերի վրա, այսինքն Սև ծովում պատերազմի դադարից եւ այլն, քննարկել են նաեւ բանակցությունները Սաուդյան Արաբիայում, Միչայլոց Ուշակովը արդեն հայտնել է, որ այդ հանդիպումը տեղի կունենա հիմա էլ մարտի 24-ին։ Դրանից բացի երկու երկրների առաջնորդները, այսինքն Թրամփը եւ Զելենսկին քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության հարցը, Ուկրաինան հակաօդային պաշտպանություն է խնդրել Դոնալդ Թրամփից, հատկապես Patriot համակարգեր, Դոնալդ Թրամփը խոստացել է ինչ-որ մի բան մտածել այդ ուղղությամբ, հստակ ակնարկելով, որ հնարավոր է եվրոպական ինչ-որ երկրներից լրացուցիչ Patriot-ներ տեղափոխեն Ուկրաինա, այսինքն հասկանում եք, չէ՞, եվրոպական ինչ-որ մի երկրից են վերցնելու Patriot-ը եւ փոխանցելու են Ուկրաինային, եւ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղիղ ուղարկելու են այդ համակարգերը Ուկրաինա, ինչպես որ անում էր դա նախկին վարչակազմը։ Թրամփը եւ Զելենսկին նաեւ խոսել են էներգետիկ համագործակցության մասին եւ փաստացի Թրամփը ինչ-որ միտեղ խոստացել է օգնել Ուկրաինային վերականգնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը։ Դրանից բացի առաջարկվել էր ուկրաինական կողմին Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը Ուկրաինայի ԱԵԿ-ների ղեկավարման կամ կառավարման մեջ։ Դրանից բացի կողմերը քննարկել են նաեւ հումանիտար հարցեր, գերիների փոխանակման հարցն է քննարկվել, ինչպես նաեւ Թրամփը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կորած երեխաների առումով։ Հետաքրքիր հայտարարություններ է անում նաեւ Մոսկվան, Պեսկովը հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնք որ վերաբերվում են ռուս-ուկրաինական պատերազմին եւ Եվրոպային։ Փաստացի այս հայտարարություններից մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ ձևով Ռուսաստանը մտահոգված է այն առումով, որ Եվրոպան սկսել է զինվել։ Եվ Պեսկովը ասում է, որ Մոսկվան չի ստացել որևիցե ազդակ Բրյուսելից, որ Եվրամիությունը պատրաստ է բանակցել։ Եվ Պեսկովը ասում է, որ Եվրոպան գնում է
միլիտարիզացիայի ճանապարհով եւ դարձել է պատերազմի կուսակցություն։ Նրանից բացի նա ավելացնում է, որ Եվրոպայի միլիտարիզացիան եւ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի ծրագրերը լրիվ կոնտրաստավորում են իրավիճակը։ Այսինքն ուզում է հասկացնել, որ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հստակ խաղաղության կողմնակից են, իսկ Եվրոպան պատերազմի կողմնակից է։ Այս առումով նաև հետաքրքիր հայտարարություն է արել Մարիա Զախարովան, մաշան փաստացի ասում է, որ կարիք չկա, որ Գերմանիան այդ տեմպերով զինվի, քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Գերմանիայի վրա։ Իրոք այս բոլոր հայտարարությունները ինձ հուշում են, որ Ռուսաստանում հիմա շատ լուրջ մտահոգված են, հասկանալով Գերմանիայի բյուջեի մեծությունը, եւ ոչ միայն գերմանական բյուջեի մեծությունը, այլ եվրոպական տարբեր երկրների բյուջեների մեծությունը եւ դրանից բացի, որ քանի անգամներով Եվրոպան ավել է մարդու քանակներով, քան նույն Ռուսաստանի Դաշնություն։ Եվ քանի որ խոսեցինք նաեւ Գերմանիայից, կարևոր է նշել, որ այսօր Գերմանիայի հերացող կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ այս տարի Գերմանիան Ուկրաինային հատկացնելու է 10 միլիարդ եվրո։ Դա աննախադեպ բավականին մեծ գումար է, 10 միլիարդ եվրո օգնություն։ Այսքանը այս պահի դրությամբ Ուկրաինայի մասին, հիմա խոսենք Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եմեն, Իսրայել, այստեղ եւս ամեն ինչ միանշանակ չէ, բավականին խառն է, պետք է նշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են հարվածներ հասցնել Եմենին, իմիջիայլոց նաև Դոնալդ Թրամփը կոչով է հանդես եկել, ասելով, որ այնուամենայնիվ Իրանից զենք է գնում դեպի Եմեն, չնայած որ դրանց թիվը, քանակը նվազել է, բայց այնուամենայնիվ գնում է եւ ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհաղթանակ են տանելու այս պատերազմում եւ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումը։ Եվ ասում է, որ Եմենը իրենք անպայման հուտիները կպարտավեն, ցանկացած պարագայում կպարտավեն, բայց եթե զենքի տրամադրում չլինի, շատ ավելի շուտ կպարտավեն նրանք։ Եվ Դոնալդ Թրամփը նաև ավելացնում է, որ այդ բարբարոս հուտիներին հասցվել է բավականին լուրջ հարված եւ այդ հարվածը ավելի է մեծացվելու եւ իրենց իրավիճակը հետզհետե ավելի է վատանալու եւ այս պատերազմը հավասար պատերազմ չէ եւ չէր կարող հավասար լինել եւ նրանք լրիվությամբ ոչնչացվելու են։ Այսինքն Դոնալդ Թրամփը ասում է, որ իրենց համար հավասար պատերազմ չէ, այսինքն հուտիները ովքեր են, որ կարողանան դիմակայել Միացյալ Նահանգներին, եթե Իրանը չաջակցի ավելի շուտ դա տեղի կունենա, բայց ցանկացած պարագայում դա տեղի կունենա, ու եթե Իրանը օգնի, շատ վատ է լինելու Իրանի համար։ Հիմնականում սա էր Դոնալդ Թրամփի ուղերձը։ Հետաքրքիր պատասխան է տվել իրանական արտգործնախարարությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, անդրադառնալով Դոնալդ Թրամփի նամակին Իրանին, այս հարցը 2 օր է բավականին լուրջ ձևով քննարկվում է, մենք խոսում ենք, որ սպառնալիքներ կային Դոնալդ Թրամփի այդ նամակի մեջ, եւ փաստացի Աբբաս Արաքչին հաստատում է, որ իրոք կան սպառնալիքներ այդ նամակի մեջ, եւ նա ասում է, որ այդ նամակում կան կոնկրետ սպառնալիքներ, բայց նույն ժամանակ կան նաև փոքրիկ հուսադրող պահեր, ակնարկներ եւ ակնարկներ ապագայի մասով։ Եվ դրանից բացի Արաքչին ասում է, որ Իրանը պատրաստ է պատասխանել Դոնալդ Թրամփի նամակին եւ շուտով այդ պատասխանը տրվելու է, բայց նույն ժամանակ, քանի որ այդպիսի սպառնալիքներ կան, Իրանը այս պահին հրաժարվում է ուղիղ բանակցություններից։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչ է ասում Աբբաս Արաքչին, փաստացի ասում է, որ հա, իրոք Դոնալդ Թրամփի նամակի մեջ կան սպառնալիքներ, բայց Իրանը ուզում է լավ կողմեր տեսնել եւ կան նաեւ որ հուսադրող կետեր, որ կարող է նաեւ համագործակցություն լինի, ինչու՞ չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ամենայն դեպս այդպես եմ հասկանում իր հայտարարությունից, բայց քանի որ կան սպառնալիքներ, ապա Իրանը չի պատրաստվում հիմա ուղիղ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց նույն ժամանակ չի փակում, այսինքն երրորդ երկրների օգնությամբ հնարավոր է համարում բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչը նշանակում է, որ Իրանը ամեն դեպքում խուսափում է լարման գնալ, ուղիղ լարման գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ ես կարծում եմ, որ Իրանը փորձելու է կամաց-կամաց համաձայնվել Դոնալդ Թրամփի պահանջներին, ինչը բնականաբար մեզ համար շատ լավ է եւ նույնիսկ կարող եմ ասել, որ հրաշալի է, բայց հետաքրքիրը այն է, որ Պուտինները
կիպերձայնային հրթիռով հարված են հասցրել Իսրայելին, չգիտեմ հարվածը իրոք տեղ հասել է թե չէ, բայց այս Պուտինների նրանք կարողացել են հարվածել օդանավակայաններից մեկին, Իսրայելի օդանավակայաններից մեկ։ Եվ վերջում անդրադառնանք Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը, արդեն իսկ առաջին արձագանքները կան, Եվրամիության երկրները բացասական են սկսել արձագանքել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ասում է, որ Ստամբուլի քաղաքապետ Իմամոգլուի ձերբակալությունը նշանակում է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը բավականին ցածր մակարդակի վրա եւ ընդհանուր առմամբ ավելի ցածրանում է ժողովրդավարության մակարդակը։ Եվ Շոլցը ասում է, որ Իմամոգլուի ձերբակալությունը ավելի է վատթարացնելու Եվրոպայի եւ Թուրքիայի հարաբերությունները, ինչը եւ կանխատեսվում էր, ես երեկ էի խոսում այս մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս արձագանքել է Իմամօղլուի ձերբակալությանը, բայց բավականին զգույշ է արտահայտվել, այնտեղ խոսք կար, որ իրենք չեն ցանկանում միջամտել երրորդ երկրների ներքին գործերին, բայց նույն ժամանակ խոսվում է մարդու իրավունքներից եւ հստակ հասկանալի էր այդ կոչը, շատ նուրբ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ կարևոր են մարդու իրավունքները եւ նրանք հետևում են, որ մարդու իրավունքները ոտնահարված չլինեն, բայց նույն ժամանակ բավականին տարբերվող ոչ էր, եթե դա լիներ օրինակի համար Բայդենի իշխանության օրոք, մենք շատ ավելի կոշտ հայտարարություն կունենայինք Ամերիկայի Միացյալ Նահանգներից Թուրքիայի հասցեին, այսինքն փոխվող է ամեն դեպքում, հիմա փոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվող հայտարարությունների ոճը տարբեր երկրների մասով, բայց նույն ժամանակ մարդու իրավունքների կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը շեշտում է։ Պետք է նշեմ, որ Ստամբուլում ցույցերը շարունակվել են նաև այսօր ցերեկը, երեկոյան մեծ ցույցեր էին Ստամբուլում, տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց, այսօր եւս մարդաշատ ցույցեր են եղել Ստամբուլում ցերեկվա ժամերին, երեկոյան երևի ավելի մեծ ցույցեր տեղի ունենան Ստամբուլում ամենայն հավանականությամբ։ Կարծում եմ կարևոր է նաև այստեղ նշել, որ քիչ առաջ Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխող կուսակցության միջև։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, դա չափազանց կարևոր է, մեկ լայքը 10 դիտում է ապահովում, ինչպես նաև բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության մեջ։ Հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։